Տիկնայք և պարոնայք, երեկոն սկսված է, շոուն շարունակվում է, ներսարին ձեր էկրաններին է, հենց այս երեկո մեր ազգային հիշողությունը, Սասունցի Դավիթ էպոսը, բալետի, օրատորիայի ու էթնո-էլեկտրոնիկայի լեզվով, շուտով ներս կգան Արթուր Ալեքը, Հող Արթուր նախագծի երաժիշտ և Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի երաժշտության հեղինակ և Նարինե Ոսկանյանը, Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի երգչախմբի խմբավար։ Իսկ հիմա դիմավորեք նրան, ով շատ լավ գիտի մեր ազգային էպոսը և հիանալի ճանաչում է իր հյուրերին։ Դիմավորեք Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի ժողովուրդ, այսօր Ներսարիում ներսում վայելելու ենք հայ մարդու հավաքական երազը, Սասունցի Դավիթն է գալիս օպերայի բեմ։ Էպոս, որը սերունդներով բերն է բերան հասել է մեզ։ Եկեղեցիների բակերում, գյուղի նստարաններին, տան զրույցներում, հարսանիքների ու մկրտությունների ժամանակ Սասնածռեր կամ Սասունցի Դավիթ մեր ազգային դյութազնավեպը, որտեղ ամբողջ գաղափարական ոգին մի բան է, ժողովրդի հերոսական մակարումը օտարի լծի դեմ, հանուն ազատության, հայրենիքի, արդար աշխարհի։ Հիմա պատկերացրեք այդ նույն էպոսը, որը պատմվել է գիշերներով կրակի շուրջ, նախ գրվել է, հետո դարձել է դասագիրք, իսկ հիմա վերածվել է բալետ օրատորիայի։ 300 եւ ավել երգչախումբ, սիմֆոնիկ հնչողություն, բալետի պարային լեզու եւ Հողարթունի էթնիկ էլեկտրոնային միստիկ միաձուլում։ Դուք գիտեք, Դավիթը միշտ մենամարտով է լուծում հարցերը։ Դավիթն ասում է, լավ, հիմա ոնց խոսենք, թե կռվենք։ Հիմա Դավիթը դուրս է գալիս բեմ, որ հարցնի արդեն մեզ, դուք ինչի համար եք կռվում, ում դեմ եք կանգնած եւ ունեք ձեր Սասունը, որը պիտի պահեք, թե ոչ։ Էպոսի մեծ փիլիսոփայությունն այն է, որ հերոսությունը միայն սուրը չէ, դա նաեւ համառությունն է, հավատը, արդարության զգացումը։ Անամփերը իմանալու ինչպես կարելի է այս մեծ առասպելը բերել 2025 թվական նեղ սմարթֆոնների էկրան, ծանր իրականություն ու դարձնել այն ոչ թե մաքուր նոստալգիա, այլ էներգիա, դրայվ եւ հիշեցում, թե ովքեր ենք մենք։ Ողջունենք մեր բենդին, Rootsline and Friends տրեք, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ եք եւ հիմա ժամանակն է գնալու դեպի Vienden Bar։ Այսօր ես իմ հյուրերին կհյուրասիրեմ Vienden լավագույն կոնյակը 10 տարեկան, որը ես շատ սիրում եմ։ Սա այն խմիչքն է, որը պիտի հիշեցնի, որ էպոսի հերոսներն անմահ են։ Ինչպես գիտեք, այս բարում ես ամեն անգամ ձեզ ներկայացնում եմ որևէ Easy Mix Vienden կոնյակի հիմքով փրփրուն գինու հիմքով, որպեսզի դուք եւս կարողանաք տանը պատրաստել ու դիտել, բայց այսօրվա զրույցը ենթադրում է, որ այն պիտի ուղեկցվի 10 տարեկան Vienden կոնյակով, այնպես որ լցրեք բաժակները, միացեք մեզ, մենք Ներսարին կշարունակենք շատ կարճ դադարից հետո։ Քիչ հետո ներսում են Արթուր Ալեքն ու Նարինե Ոսկանյանը։ Նրանք կպատմեն, թե ինչպես են պատրաստվում Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերային։ Մենք վերադարձանք եւ հենց հիմա ուզում եմ ներկայացնել տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից ձեր ծննդյան օրը կամ ընկերական հանդիպումները հիշարժան դարձնելու համար ընտրեք Park Bridge-ը։ Ջերմ մթնոլորտ, հետաքրքիր ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Park Bridge ռեստորանում ամեն օր կարող եք վայելել շոու ծրագիր, երգ, պար, ուրախ ժամանց եւ իհարկե համեղ խոհանոցի լավագույն ուտեստները Park Bridge ձեր կորպորատիվ եւ ընկերական հավաքույթները կդարձնի իսկապես անմոռանալի։ Փաթեթների լավագույն տարբերակներին ծանոթանալու համար զանգահարեք 094 3806 եւ անցկացրեք ու վայելեք ձեր տոնական օրերը հենց Park Bridge ռեստորանում։ Իսկ հիմա ժամանակն է ներս հրավիրելու մեր այսօրվա հյուրերին Արթուր Ալեք, Հողարթուն խմբի անդամ, Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի երաժշտության համահեղինակ եւ Նարինե Ոսկանյան,
Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի երգչախմբի ղեկավար, օպերային թատրոնի երգչախմբի ղեկավար եւ խմբավար։ Ներս եկեք։ Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարապել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում երեկորն անցավ, քո ճամփին եմ ես նայում, երեկորն անցավ, քո ճամփին եմ ես նայում. Դե ինչ, նախքան հյուրերից հարցախեղ տանել, ուզում եմ ասել, որ կա մի աննախադեպ կոնցեպտ առաջինը Հայաստանում 0-ից 7 մակարդակի կցվություն ունեցող հավի հյութեղ թենդերներ։ Կարող եք ընտրել ձեր նախընտրած կցվության մակարդակը, ընտրել կոմբոն ու վայելել, կարող եք այցելել Արշակունյաց 15-7, փորձելու նորույթը կամ պատվիրել առաքում զանգահարելով 044 770 773։ Այումա, բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Այն ինչի մասին հենց նոր մեր հեռուստատողին ասացի, ես արդեն մեզ համար պատվիրել եմ նախքան ձեզ ներս կանչելը, վերջում հուսով եմ մենք ունենանք շանս այն վայելելու։ Մինչև այդ շնորհավորում եմ ձեզ բոլորիս, մեզ մարդկանց, ովքեր ունենալու են շանս գալ ու տեսնել այդ մեգա նախագիծը, որտեղ վստահ եմ, որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին մարդկանց սպասվում է շոկային իրադարձություն։ Ուզում եմ, որ փակագծերը դուք բացեք, դուք պատմեք մեզ այս ամեն ինչի մասին, ոնց սկսվեց ամեն ինչը Արթուր քաղաքապետարանի նախաձեռնությունից մինչև Հողարթունի ամբողջական մխրճում ես պատմության մեջ։ Նախ բարև Ներս ջան, ուրախ ենք որ այստեղ ենք։ Ես եմ ուրախ։ Սկիզբը գրեթե 8-9 ամի, գրեթե մի տարի առաջ էր, մենք առաջարկ ստացանք քաղաքապետարանից Հողարթուն խումբը, որպեսզի ստեղծենք Սասնածռեր էպոսի հիման վրա Սասունցի Դավիթ բալետ օրատորիան եւ սկսեցինք աշխատել ես եւ Հողը երկար process էր շատ մեր համար էլ մասշտաբը այնպիսին էր որ սկզբում վախենալու էր հետո շատ հետաքրքիր հետո վախը գնաց մնաց մենակ հետաքրքիր էր մեզ իհարկե մենք երաժշտությունը ստեղծելու ընթացքում նաև պետք է միանգամից նշեմ, որ մեզ էպոսագետ Հայկ Համբարձումյանը միանգամից մեզ օգնեց, որպեսզի այդ հսկայական էպոսը ինչ-որ ձև փոքրացնել, տեղավորել մի ժամ 40 րոպեի մեջ եւ որպեսզի մենք չկորցնենք էպոսի գիծը։ Եվ այդպես աշխատանքը սկսվեց, հետո արդեն Նարինեն միացավ։ Ես բարի երեկո նա։ Բարի երեկո Նարինե։ Ես իհարկե այս աշխատանքներից հետո միացա թիմի, ես էլ առաջարկ ստացա ղեկավարելու մանկական երգչախումբը։ Եվ քանի որ Ալեքն ու Գարիկը գրել էին երաժշտությունը, բայց երգչախմբային պարտիա չկար, արդեն իմ խնդիրն էր ստեղծել այդ երգչախմբային պարտիան եւ բավական երկար տևեց, միասին Ալեքի օգնությամբ պարտիան ստեղծվեց, արդեն հավաքվեց երգչախումբը, մոտ 400 հոգի երեխաներ։ Մասշտաբն եմ պատկերացնում։ Այո, իրականում շատ ազդեցիկ եւ կարծում եմ այս տարիքային շեմի համար երեխաների շատ կարևոր է էպոսի հետ նման ծանոթությունը, արդեն սեպտեմբեր ամսից մենք սկսել ենք աշխատանքները եւ արդեն 3 ինտենսիվ փորձերը 400 երեխաների հետ։ Այո, շատ երեխաների համար շատ իսկապես կարևոր որովհետև գիտակցության համար իրենց, այո, Սասնածռերի էպոսի առհասարակ գիտակցումը այս տարիքի երեխաների համար որպես հայ այս անչափ կարևոր է։ Միանշանակ եւ տեսեք էպոսի հիմքում հիմնական ոգին հայ ժողովրդի, չգիտեմ, հերոսական մակարոնն է, հա, օտարիլեցի դեմ ազատության պայքարը աշխարհում փնտրտուքների մասին, այ կարողացել եք կամ վստահ կարողացել եք ոնց եք փորձել փոխանցել այս ամեն ինչը երաժշտության լեզվով, չգիտեմ, ռիթմերով, ձայնով, լռությունով, գուցե ինչ որտեղ։
Նախ ասեմ ներս, որ քանի որ խնդիրը ոչ թե խնդիրը, այլ քանի որ հողարդունը ստեղծագործում է էթնոէլեկտրո ժանրում եւ դա իմանալով են մեզ առաջարկել ստեղծել երաժշտությունը, մեր համար իհարկե շատ հետաքրքիր էր այդ պատմությունը, որ հայոց աշխարհի պատմությունն է, այսինքն մեր մեծ պատմությունն է, մեծ էպոսն է, տեղավորել էլեկտրոնային ժանրի մեջ, շատ հետաքրքիր էր, բայց այնքան բնական գնաց ճանապարհը, մեր գրելու process-ը շատ հարթ էր անցնում ու մեղեդիները ոնց որ իրար հետև գալիս էին, այնքան արագ-արագ են մեղեդիները գալիս, որ ես հիմա արդեն փորձերին ինքս մասնակցելով հասկանում եմ, որ այնքան արագ ենք այդ մեղեդիները գրել, որ ես հիմա իմ գրածը չեմ կարողանում անգիր հիշել ու սկզբից սովորում եմ, որ հիշեմ, շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը տեղավորել էլեկտրոնային էթնո ոճի մեջ, բայց ինձ թվում է հավես է ստացվել։ Եվ հատկապես այս ժանրում երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ եւ ոգևորությամբ են երգում, որովհետեւ իրենց երաժշտությունն է կարծես։ Իրենց ժամանակի։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, տեսեք, նաև էպոսում ժողովրդի ձայնը միշտ կա, հա, մենք կարող ենք տեսնել վիպասացներ, բազմաձայնություն, սասունցիների խոսքը, այ երգչախումբը կոնկրետ այս դեպքում, այս բեմադրության մեջ ինձ հետաքրքիր է ոնց է աշխատում, արդյոք կարող ենք ասել, որ չգիտեմ, խմբերքը այստեղ ավելի շատ կոմենտատոր է, թե հենց գործողության անմիջական մասնակից։ Գիտեք, շատ հետաքրքիր է երգչախմբի դերը, ինչով, որ շատ բազմաշերտ է։ Այսինքն երբեք հանդես չի գալիս միայն որպես պատմիչ, հանդես է գալիս որպես կոնկրետ հերոս, որպես պատմիչ, անընդհատ կերպարները փոխելով, մեկ Մելիք է երգում, մեկ Դավիթ է երգում, մեկ երգում է ժողովուրդ, ժողովուրդը գովքն է անում թագավորի եւ այլն, այսինքն այս առումով երգչախմբի դերը շատ մեծ է եւ նաեւ բարդ, ինչու, որովհետեւ երեխաները պետք է անընդհատ կերպարների հետ միասին փոխվեն, կերպարանափոխվեն եւ հանդիսատեսին փոխանցեն հերոսի կերպարի էությունը։ Հրաշալի։ Գանք երաժշտական հիմքին, Ալեք, Սասունցի Դավիթը տես միայն մարտի պատմություն չէ, այդպես եթե վերցնենք, ստեղ կան ծագում, ընտանիք, հավատ, խախտում, մհերի դու, փակ շրջան, այ այս բոլոր ենթակետերից որ մասն է, որ հենց ամենաշատն է հնչում ձեր երաժշտության մեջ, ամենահամահունչն է, չգիտեմ, Դավիթի ճյուղն եք առանձնացնում, մհերի ողբերգությունը, թե ամբողջ Սասնա ծռերը, որ դու հիմա լսում ես, ասում ես, «Արա, բայց այս հատվածը ինչ ֆանտաստիկ ա եղել»։ Կա տես ինչ-որ հատված, որ գարի հետ կլսեք ու գուցե կասեք, որ սա Ես իմ կողմից հետո կավելացնեմ իհարկե։ Չեմ կարող իսկականից առանձնացնել ոչ մի հատված, որովհետև Նարին եք առանձնացնի, մեկ արդեն։ Հա, Նարինեն առանձնացնի, ես գիտեմ ինչն է առանձնացնելու Նարինեն, բոլոր մասերը իհարկե արվել են, գրվել են առանց նախասիրության, որովհետև բոլոր կերպարները, բոլոր մասերը շատ թանկ են, շատ սիրուն են, շատ խորն են։ Մենք իհարկե մեր հետաքրքիր մտքերը, օրինակ Ձենով Օհանը, հերոսներից մեկը, այն պահերին, երբ որ ըստ էպոսի ինքը գոռում է, չէ՞ որ Ձենով Օհանն է, մեր մոտ ինքը իր խոսքը օրինակ ընդհանրապես այդ գոռոցի մասին չի լուռա գոռում, բայց իր ձայնը լսվում է շատ բարձր։ Տենց ինչ որ հետաքրքիր բաներ իհարկե, բայց ամեն ինչ շատ օրգանիկ է եկել, հատուկ ոչի բան չեն կարել, բոլոր մասերը շատ սիրով։ Իհարկե մասեր կան, որ շատ հուզիչ են ստացվել եւ պետքա կառավարել բեմի վրա երգելուց, որպեսզի հա հուզիչ մասեր կան, շատ ուժեղ պինդ մասեր կան, մի խոսքով ամեն ինչ կա, ամեն ինչ ու ոչինչ առանձնացած չի եղել մեր համար, մի ամբողջ կտավ։ Հետաքրքիր Նարինեն որ մասը կառաջնացնի։ Գիտեք, ինձ համար նախ էպոսի Դավիթը ինչպես է Մելիքին կիսում, հա, այդ հատվածը շատ այսպես բնորոշիչ հատված է եւ առանձնահատուկ եւ երաժշտությունն էլ կարծում եմ, որ այ մենք էպոսի մեջ ամեն դեպքում չունենք այսպես շատ
ժողովրդական կողմ տանող, բայց այդ հատվածում ես չեմ ուզում փակակ ձեր բացեմ, կգաք կլսեք, կհասկանաք ինչի մասին էի խոսում, բայց այդ հատվածում ունենք մի շատ բնորոշիչ գործիք, որը ուղղակի, չգիտեմ, ինչպես են գտել տղաները, որ հենց այդ հատվածում պետքա լինի դա, բայց բացի դրանից ես ուզում եմ հատկապես նշել 4-րդ ճյուղը էպոսի, առհասարակ 4-րդ ճյուղը ինձ համար ամենահուզիչն է եւ քանի որ փոքր մհերի երգը այնպես ստացվեց, որ հետո ոնց որ պետք է ավելացնեինք, ես ու Ալեքը միասին էինք ու Ալեքը ստեղծեց իմ ներկայությամբ այդ մեղեդին ու նաև միգուցե այդ էր պատճառը, որ այդքան հուզիչ մեղեդին ես ականատես եղա Հրաշքը այդ պահին տեսնես, չէ՞ ոնց ծնվում։ Եվ ինձ համար երևի թե այդ փոքր մհերի երգը ամենա այսպես հուզիչ եւ սրտին դիպչողն է։ Վաու։ Ես վստահեցնում եմ ձեզ ուղղակի դուք չգիտեմ ինչ էմոցիաներ եք ունենալու հեռուստադիտող դեկտեմբերի 18-ին եւ 19-ին ու ես մեծ հույս ունեմ որ սա շարունակական բնույթ կկրի եւ մենք բարբերաբար կունենանք շանս տեսնելու սա։ Այո, ուզում եմ նշել, որ նախ պետք է հատուկ նշեմ քաղաքապետարանի այստեղ նախաձեռնության կարևորությունը։ Սա մի շատ մեծ քայլ էր ուղղված բոլորիս, հատկապես եթե հաշվի առնենք երեխաների քանակը, թե ինչ մեսիջը իր մեջ պարունակում է ամբողջը, սա շատ ոգևորիչ է մեզ համար, բոլորիս համար, եւ իհարկե ուզում եմ նշել, որ մենք իհարկե կունենանք հնարավորություն տեսնել Սասունցի Դավիթ բալետ օրատորյան բեմում շարունակաբար, քանի որ մտել է արդեն օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումը դա, վաու։ Իհարկե դեռևս ընթացքի մեջ են աշխատանքները, մանկական երգչախմբին կմիանա մեծերի երգչախումբը թատրոնի եւ այո մենք կունենանք շարունակաբար կկարողանանք վայելել Վաու, այս հրաշալի նորություն է, սրա մասին ես էլ չգիտեի ու առասարակ սա շատ իսկապես կարևոր ու մեգա նախագիծ է, հրաշալի նախաձեռնություն Երևանի քաղաքապետարանի կողմից ու հենց այս գործին մոտենալ ու հենց այս արտիստների հետ այս ոճաբանության մեջ, այս մտածողության մեջ, որովհետև քանի որ բախտ ունեցել եմ ինչ-որ բաներ լսել, որտեղ Ալեքը լավագույն ընկերներից սա, ես ուղղակի անընդհատ լսում եի ու ասում էի Աստված իմ, այս լսելու են մարդիկ ու հենց այս ձևով այսուհետ պատմվելու նաև մեր պատմությունը մարդկանց հենց այս ոճաբանության մեջ, այս մտածողության մեջ, ինչի համար ես իսկապես շատ ուրախ եմ ու վերադառնալով նորից մի քանի 100 հոգուց, 400 հոգուց բարձրացած մեծ երգչախմբին այն է շատ པարզ հարց եմ տալիս, հա երևի նույնիսկ կենցաղային, որտեվ ուղղակի ոնց է հնարավոր 400 երեխեքի տարբեր նվագախմբերից, ովքեր դեռ չունեն պրակտիկա, դիսցիպլինա միասին երգչախմբային քայլ ունենալու, ոնց ստացվեց այդ քան երեխեքի համակարգել, բերել միտեղ ու ինչներ ամենադժվարը նրանց հետ, որպեսզի այդ 400-ը ճիշտ ռիթմը կարողանան զգալ ու պահպանել, ձայնային հավասարակշռվածությունը ունենան։ Ինչներ ամենան այդ 400-ը։ Նախ ուզում եմ նշել, որ մինչ այս նախագիծը առիթ եմ ունեցել եւս քաղաքապետարանի նախաձեռնությամբ մանսուրյանական մասնակցելու մանսուրյանական նախագծին, Տիգրան Մանսուրյանի կողմից գրված խմբերքային շարքի պրեմիերան մոտ 275 երեխա էր, եթե չեմ սխալվում, հունիս ամսին, այսինքն ես այս երեխաների հետ ծանոթ էի դեռևս այդ նախագծից, որից հետո փաստորեն 3 ամիս հետո արդեն նորից այդ երեխաները հավաքվեցին, համալրվեց կազմը, իհարկե շատ բարդ է, քանի որ քանակը երեխաների դե բնականաբար շատ է, բայց մի փրկող բան կար այստեղ, մենք սկզբում չսկսեցինք հենց 400 հոգով աշխատանքները, այսինքն սկզբում ձայնաբաժին առ ձայնաբաժին էինք փորձում, այսինքն քանակը քիչ էր, մոտ յուրաքանչյուր փորձին լինում էին
մոտ 150 կամ մի քիչ ավել 15 չէ, 150։ հա երեխաներ եւ այսպես աստիճանաբար ինձ ընտելանալու process-ը աստիճանաբար սկսվեց եւ հետո արդեն հոկտեմբերի վերջից միացանք ամբողջ կազմով իհարկե շատ բարդ է առաջին խնդիրը իհարկե դիսցիպլինան է որովհետեւ եթե չեղավ դիսցիպլինա որակ չես կարող ստանալ իհարկե այս հարցում 400 երեխու ձեռքից հեռախոս վերցնել Վաու։ Մի խոսքով սա իհարկե մեր խոհանոցն է Այո, Ալեք ջան, բայց իհարկե ինձ շատ հաճելի է այս աշխատանքը երեխաներն էլ շատ մեծ սիրով ես կարծում եմ եթե այս ոգևորվածությունը չլիներ շատ դժվար կլիներ իրենց հետ աշխատանքը բայց քանի որ իրենք էլ մեծ ոգևորություն ունեն եւ յուրաքանչյուր փորձ գիտեն որ սպասումով են գալիս շատ բաներ արդեն հեշտանում է Հա ես օրինակ դեմքեր որ տեսնում եմ երեխեքի երգելուց ամեն ինչ արժի արդեն ոգևորվածությունը ոնց են իրանք մտնում այդ գործի մեջ Էներգիան ու մթնոլորտը ես պատկերացնում եմ ձեր փորձերի։ Ալեք, բայց ես ուզում եմ որ դու մեզ պատմես նաև հողարթունի առանձին ճգնավոր ամիսներից, երբ գիշերը դարձել էր ցերեկ, ցերեկը գիշեր ու դուք ամիսներ շարունակ ստուդիայից դուրս չեք եկել, որպեսզի ստանաք սա ու ես քանի հողարթունը հայտնի է որպես էթնո էլեկտրո, հա, նախագիծ հնագույն մեղեդիների եւ էլեկտրոնային ձայների լավագույն միքսողներից մեկը ոնց դուք կարողացաք գալ հենց դրան որ ձեր երաժշտությունը կլինի հենց այսքան համահունչ եւ դուք համարցակորեն այն կարող եք հանձնել արդեն օպերային դասական միջավայրում նաեւ Դե քանի որ արդեն կար առաջարկը մենք այտենց մի 2 րոպե շփվեցինք Գարիկի հետ եւ ասացինք 2 րոպե շփվեցինք Եվ համաձայնեցինք, իսկ համաձայնելուց հետո արդեն հետդարձ չկա բնականաբար եւ ինչ կարամ ասեմ այդ մասով մենք ուղակի շատ ուղիղ առանց երկմտելու, առանց կասկածելու, շատ սիրով ու շատ պատասխանատվությամբ ու մեր իսկապես մեր գիտելիքները, մեր մեջի երաժշտությունը ամբողջությամբ օգտագործելով ուղղակի շարժվեցինք առաջ եւ բեկում չկար արդեն պիտի ստեղծվի եւ վերջ եւ պիտի ստեղծվի շատ սիրուն ու արժանի էպոսին Եվ հետաքրքիր որ այս պատմությունը տեղի ունենում 2025-ին Հայաստանում, ոչ թե 9 կամ 10-րդ դարերում։ Հետաքրքիր է ձեր ներսում կա զգացողություն, որ այս նախագիծը ոչ միայն մշակութային, այլ նաև հոգեբանական առաքելություն ունի, հա, որ մեզ պետք է նորից լսել, թե ինչ է նշանակում ունենալ Սասուն, ունենալ Դավիթ, նայել դեպի մեզ, դեպի ներս, ինչ մեսիջ կա այս ամեն ինչի մեջ։ Նախ ես ուզում եմ նշել, որ գիտեք իմ վերաբերմունքը էպոսին, ես երբեք չեմ մտածում, որ դա եղել է ինչ-որ պատմություն, որը պատմություն է ուղղակի եւ այդքանը։ Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք Դավիթներ, հիմա էլ ունենք Դավիթներ, եւ սա շատ կարեւոր գիտակցություն է, որ մենք կարողանանք հասկանալ, որ ոչ թե ահա դե հիմա որտեղից մենք գտնենք նման հերոս, չէ, մենք հիմա էլ ունենք նման հերոս։ Ուղղակի այս գիտակցությանն է պետք գալ եւ ինչպես նշվում է մեր բալետ օրատորիայի վերջին տեքստերում Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը հայոց երկրի։ Սա շատ կարևոր տողեր են, որը ես կարծում եմ, երբ լսեք արդեն 400 երեխայի շուրթերից, իսկապես այս գիտակցությունը մենք պիտի ունենանք։ Միայն այս դեպքում է, որ մեր էպոսը կհասնի, էպոսի գոյությունը առհասարակ կհասնի իր նպատակին։ Հրաշալի։ Եվ իդեպ, ես ուզում եմ ասել, որ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի շուրջ արդեն մեկնարկել է բացառապես հայկական արտադրության թեմատիկ շապիկների, հուդիների ու ջեմպերների ստեղծումը, որոնց վաճառքից ստացված եկամուտի 10% հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը։ Ու եթե մի երիտասարդ, որը երբեք չի կարդացել էպոսը, գա տեսնի, հա, հենց այս ֆանտաստիկ աշխատանքը, որ դուք արել եք, ինչ կուզեք, որ նա իր հետ այդ օրը տանի,
թատրոնից, հա, չգիտեմ, կամ դուրս գա ու մտածի, որ չգիտեմ, ես սրանից հետո ինչ որ բան կանեմ կամ ինչ որ բան չեմ անի, ինչ եք կարծում, որը պիտի լինի Սասունցի Դավիթի հենց turning point-ը, շրջադարձային կետը մարդկանց համար, ովքեր կգան դա վայելելու։ Հետաքրքիր հարց է, որ չէ, իսկապես չէի մտածել դրա մասին։ Ինչ կուզեի իր հետ տաներ ցանկացած մարդ նայելուց հետո, լսելուց հետո։ Երևի այն միտքը, որ ինչ որ բան, եթե այսքան երկար ժամանակ ապրում է ու դեռ ապրում է նոր, իր մեջ նոր բջիջներ է ծնվում, իրան երգում են 400 նոր երեխեք շատ հետաքրքրությամբ, ուրեմն իսկապես հենց նենց չի էդ, որ այսքան տարի եկել հասել է 2025 թվական ու դրա մասին է երևի պետք մտածել, այ ոնց է եղել, որ տենց է եղել։ Ես նույնիսկ այդքան չէի իմ մեջ, հա, չէի առանձնացի հատուկ կերպարները, բան գուցե ինչ որ մեկը դա տանի։ Ես ընդհանուր կմտածեի ոնց է ստացվել, որ ու ինչի է ստացվել, որ մենք հիմա այսօր այստեղ լսում ենք էս ու տպավորվում ենք ու հուզվում ենք ու ոգևորվում ենք, այդ որ դրա մասին որ մտածել ինձ թվում է լիքը հարցերի պատասխաններ կգտնեն։ Շարունակականության մասին, այո։ Ես նաև մի փոքրիկ բան հավելեմ, որ պրեմիերայի օրերին նաև տեղի կունենա գրքի շնորհանդեսը Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի, այսինքն հնարավորություն է ստեղծվում սրա միջոցով, որպեսզի յուրաքանչյուր դպրոց, երաժիշտ, երգչախումբ վերցնի նոտաները, ունենա արդեն, այսինքն կախված չլինի ձայնագրությունից կամ թե ինչպես կարելի է դա էլեկտրոնային ձայներից, այո, դաշնամուրի վերծանությամբ արդեն կունենա դաշնամուր, երգչախումբ, էսպարծաները եւ կկարողանա արդեն կատարել տարածվել, այո, ինչպես որ մեր էպոսն է Բերնեբերան եկել հասել մեզ, այնպես երկի արդեն ձևով պետք է էպոսը տարածվի։ Սա ֆանտաստիկ նախաձեռնություն է, ես ուղղակի մեծ անհամբերությամբ սպասում եմ, սիրելի մարդիկ, ու պետք է նշեմ, որ ներկայացմանը եւս մեկ անգամ նշեմ, որ ներկայացմանը ներգրավված են Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 400 երեխաներից բաղկացած երգչախումբը, օպերային թատրոնի բալետային պարախումբը, մենակատարներ, երաժիշտներ, մի խոսքով մի ամբողջ աստղաբույլ 400 երեխա, ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ ու շատ մեծ թիմ ամեն ինչ անում է, որ մենք կարողանանք մեր էպոսը վայելել նոր տարբերակով, նոր մտածողությամբ ու նոր ձեռագրով, ինչի համար ես իսկապես շատ ուրախ եմ եւ վերջում պիտի ասեմ, որ երբ Սասունցի Դավթի մասին նոր գործ ենք բեմադրում, դա չի նշանակում, որ էպոսը թանգարանային նյութ է։ Հակառակը, էպոսը կենթանի է, քանի դեռ մենք հարցնում ենք մեզ, ինչ եմ ես ուզում, ում եմ ուզում ես պաշտպանել, ինչի համար եմ ես ապրում։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ Արթուր, շնորհակալ եմ Նարինե, իսկապես ֆանտաստիկ ու մեծ աշխատանք եք տանում, շնորհակալություն եմ ասել Հողին, բոլորին, քաղաքապետարանին, որ այս ամեն ինչը նախաձեռնել է։ Սա հավանաբար այս տարվա ամենամեծ պրեմիերաներից մեկն է, որի առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ 19-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Մեծ հաճույք է, որ մենք հենց հիմա խոսում ենք սրա մասին, որ սա վերջապես արդեն իրականություն է, որը շատ մոտ է մեզ բոլորիս։ Եվ շնորհակալություն ես մեկ անգամ, որ եկաք ներս բերեցիք ձեր դրական էներգիան ու պատմեցիք այս մեգա նախագծի մասին մեզ բոլորիս, բայց ինչպես ես ձեզ խոստացել էի զրույցի սկզբում, ես մեզ համար ունեի փոքրիկ պատվեր, որի առաքումը ինձ արդեն հուշում են, որ տեղում է, գնամ վերցնեմ այն։ Ինչպես եւ խոստացել էի պատվերն արդեն տեղում է, Chicken and Seven Spices։ Բայց դուք ինչ-որ բաներ ունեիք պատմելու, ես մինչև կտեղավորեմ։ Ես ուղղակի ուզում էի դու տեղավորի։ Ես ուղղակի ուզում էի նշել, որ մեր հետ բացի երգչախմբից, մեծ երգչախմբից ու Հողարթունից, մեր մի վրա են լինելու հրաշալի լավագույն երաժիշտները, Ժաննան Դավթյան երգչուհի, Արտեմ Մանուկյան, Հարութը Չքոլյան եւ եւս մի քանի երաժիշտ, այնպես որ նրանց լսելու համար էլ կարծում եմ եւս մի առիթ է, որ նաեւ գալ իրանց լսել։
Միանշանակ, Այո։ այո։ Այստեղ հավաքված են մեգա տաղանդավոր մարդիկ, մի խոսքով, մի քանի 100 տաղանդավոր մարդիկ, ովքեր ձեզ սպասում են։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ներսում եք, կհանդիպենք դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։ Իսկ մենք այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին։ Մնացեք բարով, երեք խաղաղ, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Yara